Երկրորդը վերաբերում է Սորվա Արայիկ Հարությունյանի մյուս հայտարարությանը, որ կրթվել է նորաձև միջոցառումը, ծրագիրը, որ իրականացնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև մասնակցում է վարչապետը, այսօր հայտարարեց, որ փաստորեն այդ միջոցառումը կատարվում է աշխատակազմի միջոցների հաշվին, արդյոք դուք այստեղ խնդիր չեք տեսնում, հաշվի առնելով, որ դա որպես կանոն, այսպես քարոզչական բնույթի միջոցառում է։ Այսինքն բյուջեի գումարները օգտագործում Պետական միջոցներով վարչապետն ու իր տիկինը զբաղվում են քարոզչական ծրագրով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում ձեր նկարագրվածի մեջ, հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են, կատարվում Բայց դա ինչքանով է բխում մեր պետական շահերից, նշանակում ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես խնդրում եմ Հատկապես որ Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն մասնակցում այդ եւ իրենք են, հա, Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում եւ չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել, եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ չէր ես ձեր ասացի նման կներեք իմ այս հարցին պատասխանեք։ Ես պատասխանեցի արդեն այդ հարցին։ Այսինքն դուք նորմալ եք համարում, որ պետական բյուջեի հաշվին հիմնադրամը անում է միջոցառում եւ դրա համար վճարում են հարկատուները, այդ թվում օրինակ նաեւ դուք։ Ես որևէ կոռուպցիոն դեպք ձեր նկարագրածում չեմ տեսնում։ Նորից նույն հարցին, եթե ձեր հարցը տարբեր ձևակերպումներով մի 100 անգամ էլ տաք, պատասխանը նույնն է լինելու։ Ես որևէ կոռուպցիոն ռիսկ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում առնվազն։ Ուրիշ տիկինն են, հա, գլխին կանգնած այդ ամենի դրա համար։ Ուրիշ հարցադրումներ ունեք։ Պարոն Հապետյան,